Իդեան համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայաց Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Սիրանուշ Պապյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում ու դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարությունը պաշտոնապես հաստատել է կառույցի քարտուղար Ալի Լարիջանիի եւ նրա որդու Մորթեզայի մահը։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Միևնույն ժամանակ կեսգիշերին մոտ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Ալի Լարիջանիի մահվան համար վրեժխնդրության մասին։ Իսրայելական Ական հեռուստաընկերությունը հայտնում է, որ Թել Ավիվի երկաթուղային կայարանը վնասվել է Իրանից արձակված հրթիռային համազարկի ընկնող մասերից ու բեկորներից։ Բացի Թել Ավիվից հրթիռակոծվել են նաև մի շարք այլ քաղաքներ, ինչի հետևանքով կա 2 զոհ եւ կան վիրավորներ։ Իր հերթին Իսրայելը հրթիռակոծել է Իրանի տարածքը։ Հաղորդվում է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբի սպանության մասին, որն այդ պաշտոնը զբաղեցրել է Էբրահիմ Ռայիսի եւ Մասուդ Փեզեշքյանի կառավարություններում։ Ինչպես նշում են իսրայելական լրատվամիջոցները, Խաթիբի կարգավիճակը իշխանական հիերարխիայում զգալիորեն ցածր է, քան Ալի Լարիջանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներինը, բայց նա անկասկած կարևոր դեմք է անվտանգության ոլորտում։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ օրվա ընթացքում բոլոր ճակատներում սպասվում են զգալի անակնկալներ, որոնք կհանգեցնեն պատերազմի սրացմանը Իրանի եւ Հեզբոլլահի դեմ։ Նրա խոսքով Իրանում ոչ ոք անձեռնուխելի չէ եւ բոլորը գտնվում են նշանառության տակ։ Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Կատարի Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա հայտարարել է, որ Իրանը հավատում է Միացյալ Նահանգների հետ պատերազմի լիակատար դադարեցմանը բոլոր ճակատներում, նշելով, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հակամարտության վերջնական դադարեցումը կլինի ամբողջ մերձավոր արևելքում խաղաղության շահերից ելնելով։ Արաղչին նշել է նաեւ, որ մի քանի երկրներ, այդ թվում Չինաստանը, կարող են միջնորդի դեր խաղալ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հակամարտության լուծման գործում։ Նա հիշեցրել է, որ Չինաստանը դրական դեր է խաղացել 23 թվականին, հաշտեցնելով Իրանին Սաուդյան Արաբիայի հետ եւ որ նա ունի հզոր հնարավորություններ։ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է լսել միջնորդ երկրների առաջարկները պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, եթե դրանք ներառեն Իրանի վնասների փոխհատուցում։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը դեռևս հրաժարվում է համաձայնվել հրադադարին։ Արաղչին անդրադարձել է նաև Ալի Լարիջանիի եւ Իրանի իշխանական հիերարխիայի այլ ազդեցիկ դերակատարների սպանություններին, նշելով, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից իրականացվող թիրախային սպանությունները չեն տապալի Թեհրանի ամուր քաղաքական կառուցվածքը։ Նախարարը շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը հիմնված է կայացած քաղաքական, տնտեսական ու սոցիալական ինստիտուտների վրա, այլ ոչ թե առանձին անհատների։ Իհարկե անհատները ազդեցիկ են եւ յուրաքանչյուր ոք խաղում է իր դերը, ոմանք ավելի լավ, ոմանք ավելի վատ, ոմանք ավելի քիչ, բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ պինդ կառույց է, ասել է Արաղչին։ ՆԱՏՕ-ն եւս մեկ պատրիոտ հակահրթիռային պաշտպանության համակարգ է տեղակայում Թուրքիայի հարավային Ադանա նահանգում, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի եւ այլ երկրների անձնակազմերը։ Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը եւ սահմանակից է Իրանին, անցյալ շաբաթ հայտարարել է, որ դաշինքը պատրիոտ համակարգ է տեղակայել իր հարավ-արևելյան Մալաթիա նահանգում ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտ, որպես իրանական պատերազմից հրթիռային սպառնալիքների դեմ օդային պաշտպանության ուժեղացման քայլերի մաս։ Ադանայում է գտնվում Թուրքիայի Ինջիրլիկ ավիաբազան, որտեղ թուրքական զորքերի հետ միասին տեղակայված են անձնակազմեր Միացյալ Նահանգներից, Կատարից, Իսպանիայից եւ Լեհաստանից։ Ի հավելումն մեր օդային տարածքի եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված ազգային մակարդակի միջոցառումների Գերմանիայի Ռամշտայնում գտնվող դաշնակցային օդային հրամանատարության կողմից գործուղված եւս մեկ պատրիոտ համակարգ է տեղակայվում Ադանայում, ի լրումն այնտեղ արդեն իսկ գտնվող իսպանական պատրիոտ համակարգի, հայտնել է նախարարությունը շաբաթական ճեպազրույցի ժամանակ։
Վրաստանում սուքոր է հայտարարվել կաթողիկոս պատրիարք Իլիա II մահվան կապակցությամբ։ Կառավարության որոշման համաձայն երկրի ամբողջ տարածքում վարչական շենքերի վրա կիչեցվեն պետական դրոշները։ Իլիա II մահացել է Թբիլիսիում 93 տարեկանում։ Նա համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը, Մցխեթայի եւ Թբիլիսիի arczepiskopos եւ Պիցունդայի, Սուխումի եւ Աբխազիայի միտրոպոլիտն էր։ Իլիա II վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդն էր 1977 թվականից։ Նա աշխարհի ամենաերկար ծառայող առաջնորդներից մեկն է եւ օծման ամսաթվով ամենատարեց եպիսկոպոսներից մեկը։ Պատրիարքի վիճակը վատթարացել էր երեքշաբթի երեկոյան, նրան տեղափոխել էին հիվանդանոց ստամոքսային արյունահոսության պատճառով։ Սուրբ Սինոդը որոշում է կայացնում նոր պատրիարքի ընտրության վերաբերյալ, այն ընտրում է 3 թեկնածուի, որից հետո վրաց եկեղեցու ընդլայնված ժողովն ընտրում է համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքին։ Ժողովը գումարվում է պատրիարքական աթոռի տեղապահի կողմից աթոռը թափուր մնալուց 40 օր հետո, բայց ոչ ուշ, քան 2 ամիս անց։ Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստանում է ժողովին մասնակցող եպիսկոպոսների ձայներից ավելին։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, կհանդիպենք։